Da pari erego, pari erego, pari erego. Lernagan աղոթքով սկսին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերինս ես Սուրբ Եղիցի անունքով եկեսե արքայություն քո Եղիցին կամ քո որպես հերինս եւ հերվի ըսած մեր հանապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ զբաղvis մեր որպես եւ մենք թողում մերոց բարդաբանած եւ մի դանիլս մեզի փորձություն այլ բրգյաս մեզի չարեն, զիգոյ արկայություն և զորություն և բար հավիդյանս հավիդենից ամեն, իմաստություն, որ Հիսուս դուր մեզ իմաստություն, ըսբարիս օրհեր և խոսեր և կործեր, առաջի քո ամենայն ժամ, ի շարք խորհրդոց, ի բանից և ի գործոց, բրգյաս մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս Amen. Հրամեցեք։ Լապարի երեգոց և բոլորին մեր այսօրվան շարագանի երկեցողությունը բադարիկներ են թաղված հայ եկեղեցվող խաղաղական ժամերթուտեր են, որ ընդհանրապես Ձանոթ է բոլորիս որպես մեծ պահքի շրջանին գադարված այն ժամերթությունը, որ 40 օրերու ընթացքին կգադարվի միայն։ Մորնալով սակայն այն իրողությունը, որ այս ժամերթությունները միայն սահմանափակված չեն միայն 40 օրերու համար։ Այս ժամերթությունները ամենօրյա խնդրանք աղոթքներ են յուրաքանչյուր հավատացյալի համար։ Ճիշտ է սահմանափակված է քոնե մեծ պահքի շրջանին գադարելու, բայց իքիդություն այս ժամերթությունները որպես աղոթք, ինչ որ կնշանակե մարդարարածը մնայուն գաբի մեջ ըլլալու է իր ստեղծիչ արարիչի հետ։ Եվ այս ժամերթությունները ուրիշ բան չեն, եթե ոչ խաղաղություն խնդրելու Աստծո եւ հանգիստ խնդրելու Աստծո։ Այն խաղաղությունը, որ խոստացավ Քրիստոս տալու, ես իմ խաղաղությունս է որ գտամ ցեզի, Եվ այն հանգիստը, որ Քրիստոս խոստացավ տալու, ըսելով ինձի եկեք դուք բոլորը հոգնած, բեռնավորված, եւ ես ցեզի հանգիստ պիտի տամ։ Ամենօրյա դակնաբի, մտահոգության, դժվարության, ցավի, դարավանքի ավարտին, երբ որ օրը գավարտի, քնանալու պիտի պատրաստվի, այս աղոթ խնդրանքն է, որ գնենք խաղաղական եւ հանգստյան ժամերթության ընթացքի։ Եվ հետաքրքրականորեն այս երկու ժամերթությունները, որոնք կմիանան իրարու մեծ պահքի շրջանին, անոնք նաև կգոչվին որպես հսկման արարողություն։ Ժողովրդային բացատրությամբ իրարու կսեն հաջող այսօր հսկումի պիտի երթաս, որ նկատի ունենալով խաղաղական եւ հանգստյան ժամերթություններն են։ Եվ ինչու դրված է հսկել, հսկում բառը, որ կնշանակե այնպես ինչպես քարվասիմը, դանմը Ֆաբրիկիմը կամ ոչ մեկ դալվածիմը համար բահագ է պետք, որպեսի հսկե քիշերը, հսկողությունն է։ Չէ, երբ որ բահագներ կան, հատուկ սեկյուրիտիներ կան, որպեսի հսկեն այդ շենքը դալվածը ինչ որ է։ Նույնպես հսկում կգոչվի այդ արարողությունը, որպեսի նաև մեր անձերուն եւ մեր հոգիներուն այդ հսկողությունը ունենք։ Որտեղ երբ որ մենք կքնանանք քիշերը կամ կպատրաստվենք քնանալու քիշերը, իմդի ունենանք, որ թշնամին երբևիցե չի քնանալ։ Մենք կքնանանք, թշնամին սակայն արթուն է, Պետրոս Արաքյալի բացատրությամբ, արյուծի պես գմրնչը իմ շուրջս կդառնա, իր որսը կփնտրե գլելու համար։ Գնշա երբ որ մենք կքնանանք, թշնամին արթուն կմտածե, կնայի ինչպես գլե իր որսը, ինչպես հապշտակը, ինչպես ձուղակը ցկե իր որսը։ Հետևաբար կխնդրենք Աստծուց, որ դուր մեզ այդ խաղաղությունը, այս գիշերը որ պիտի անցնենք, Դուր մեզի նաև այդ հանգիստը, որ մեր մտքերը, մեր մարմինները, մեր հոգիները այս օրվա մեջ դարաբեցան ինչ որ բանովը, մեզի այդ հանգիստը դուր ինչ որ տուն խոստացար։ Անորամարա մեր այսօրվան շարականի երկեցողությունը բադարիկներ են, երկու հատվածներ են, որոնց փարերը ադորամարկիչ առաջսի,
որ այս արարողությունները միայն մեծ բակի շրջանի համար չեն։ Ամենօրյա պետք է, կարիք է յուրաքանչյուր հավատացյալի համար, ինչ որ կխնդրվի այս աղոթք շարականի ճամփով։ Եվ բարերը գսեն այսպես. շնորհյա մեզ դեր, շնորհե մեզի ով դեր, այս գիշերը քու երկնային խաղաղությամբ անցնելու համար։ Որտեղ Քրիստոս ճիշտ այդ է որ ստավ իր աշակերտներուն։ Ես իմ խաղաղությունս է գտամ ցեզի, եւ ոչ թե այս աշխարհի տված խաղաղությունը։ Անոնամարաշ շարագանակիրը գսե դու մեզի այդ խաղաղությունը որ դու խոստացար տալու երկնային խաղաղություն է եւ ոչ թե երկրավոր խաղաղություն է։ Որտեղ մենք կտեսնենք անգլիզացած երկրավոր խաղաղությունները ինչպիսին են։ Ժամանակավոր, խաբուսիկ, հետին նպատակներով, ոչ ճշմարիտ խաղաղություն։ Անորամարա մեր խնդրանքն է գսե շնորհե մեզի ով դեր քու երկնային խաղաղությունը եւ պահե մեզ Թշնամին բոլոր դեսագի պատրանքներեն, որ իր ամենահավ զորությամբ ու սուրբ խաչիտ, ուրեմն ու սուրբ խաչիտ զորությամբ նաև մեզ պահե թշնամին բոլոր պատրանքներեն։ Դեր Աստված մեր փրկությունն էստուն, քիշերը ցերեկ, քու արջևը կեցած, քեզ մենք կխնդրենք, թող որ մեր աղոթքները քու ներկայությամբ կլան, խոնարեցու քու ականջը մեր խնդրանքներուն թիմաց։ Եկեսե արմեզ դեր բահաբանիկ են և բահեսեզ մեզ համենայն ժամ։ Եվ հետապար մենք քեզի գտիմենք և թու մեզի համար բահաբան եղի ամեն ժամանակի։ Ուրեմն կնշանակ է միայն 40 օրերու համար չէ որ կխնդրենք Աստծուն։ Ամեն օր խնդրենք, որ Աստված մեզի համար բահաբան ընլա, մանավանդ այս դժվարին պայմաններում մեջ։ Ինչ որ այսօր կլսենք պատերազմներու լուրեր, կլսենք պատրաստություններ։ Ահավոր այնպիսի վիճակներ, որ ինչու չէ նաև մարդուս կպատճառեն ամուսարսա։ Եվ հաջող նաև մարդուս կպատճառեն, որ հանգիստ չքնանա գիշերը։ Անորամարան կխնդրենք իր մեր որ թուն ու խաղաղությունը դուր մեզի։ Մանավանդ այն ներքին խաղաղությունը, որովհետեւ մենք կարողանանք թեգուզ եթե արտաքին աշխարհը ալեգոց է, բայց մեր ներքին խաղաղություն ունենալու եւ քո առաջնորդությամբ նաև մեզ հասցնելու միջև խաղաղ նավա հանգիստ։ Հաջորդ համարը գսե ղրգե մեզի համար ով դեր ու սուրբ խաչից զորությունը, որ բահե մեզ ամեն տեսակ փորձությունները եւ ամեն ժամանակի։ Թուն որ արժանի ես զերեգս այս խաղաղությամբ անցնելու եւ առանց փորձության մեզ անցուր այս օրվան մեջ։ Արժանավորյա դեր մեզի արժանացուր քիշերը ամփոփչությամբ խաղաղությամբ անցնելու առանց մեղքի, քեզի հետ միասին նաեւ Գիտնան քիդաշի քետանոս եւ բարտեցարու զիասված մեզ է, որովհետեւ քիտնան իմանան հեթանոսները եւ որ կնշանակե բոլոր անոնք, որոնք զասված չեն ճաշնար, թող որ իմանան, որ Աստված մեզի հետ է։ Ինչ ալլան պայմանները, ինչպես կսե Բողոս Արաքյալ, եթե Աստված մեր ողքին են մեզի հետ է, ով կգտնա մեզի հակառակ ըլլա։ Եվ հետեւաբար այս շարականը որպես աղոթք նաեւ այսօր մենք բարձրացնենք։ Եվ մենք ալխնդրենք Աստծուն, որ մեզի շնորհե այս խնդրանքը խաղաղության եւ հոգիի բրգության։ Շնորհյա մեզ Տեր, ի գիշերի ձեռնայինս խաղաղություն քո եւ այազ մեզի պատրանած թշնամույն ամենահազորության սուրբ խաչի քո Դեր Աստված բրգության իմոյդ վեգարտացի և գիշերի առաջիկո մծեն աղոթքի մարաչիկո դեր հոնարեսի ունգանքոյի խնդրվածին եկեսե արմեզ դեր բահաբանիկ են և բահեսեզ մեզ ամենայն Արակյայի մեզ դեր զորություն սրբոխաչին, որ բահեսեզ մեզ ամենայն ժամ, արժանի արադեր, զերեգս այս խաղաղության և առանց փորձության անցո ըզմյոք, արժանավորյա դերս գիշերս այս խաղաղության և առանց մեղած պահելով մեզ ընդմեզ
Աստվածքի դաշտի հետանոս կեպար դեցարու զի Աստվածը մեզ է Հարերար դեր որ քու մեծ կտությամբ հավիտենական հանգիստը պատրաստեցիր առաքինությամբ վաստակացնելուն համար եւ քաղցր հրավերով քեզի կանչեցիր մեղքով ծառափեռնվածները Շնորհե դեր որ մենք եւս անխրով խաղաղությամբ անցնենք այս գիշեր եւ մեղքերու ծանոթենեն հոգնածներս քու ողորմությամբ հանգստացու եւ արժանի հրե հավիտենական հանգիստին բոլոր սուրբերուն հետ միասին Եվ դուր որ շնորհակալություն հայտնենք ու փառավորենք քեզ, որը եւ Սուրբ Հոգին հետ միասին, այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտենից։ Ամեն։ Սուրբ Եվ եւս խաղաղությանս դեր աղաչ է սուրբ, բասն վսելի լինելով յարն աստուծոց, այնի աղաչանած մերոց, բարեխոսության սուրբ աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ կտության յարն աստուծո, ամենագալ դեր աստված մեր գեցո եւ ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երկնավոր հայր, շնորհե մեզի քու խաղաղությունդ, այնպես ու ինքդ խոստացար տալու Շնորհե մեզի քու հանգիստդ, այնպես ինչպես դու խոստացար տալու բոլոր անոնց, որոնք հավատքով եւ վստահությամբ քեզ գտնեն։ Այսօր այս երեկոյան այստեղ հավաքված քու հրավերովդ մեր աղոթքը կբարձրացնենք քեզի։ Մեր երկնավոր Հորը, այն ճշմարիտ խոստումին համաձայն, որը սիր ինչ որ խնդրեք, մեր Փրկին Հիսուս Քրիստոսի անունով հավատքով պիտի դրվի ձեզի։ Այս բանուն այստեղ հավատված քու հովիտ անդամները աղոթ կբարձրացնենք, որպեսզի յուրաքանչյուրի ստաս այն խաղաղությունը, որ դու ինքդ խոստացար, մանավանդ այնպիսի պայմաններում մեջ, որում մենք գաբրի այսօր ամբողջ մարդկությունը։ Հեռավոր արևելքեն, միջին արևելքեն, միջև արևմուտք, ամբողջ երկրագույն աշխարհը փրկած տագնապներով, անորոշությամբ, ահու սարսափով, մահվան սարսուրով, բادرազներու լուրոր եւ բادرազներու ցայներով։ Այնինչ որ սկիզբեն խոսեցար այս բոլորը քո աշակերտներուց։ Բայց նաեւ հիշեցուցիր, սելով ձեր հոգիները, ձեր սրտերը թող չխրովին։ Աղոթեցեք, պատրաստ եղեք, որպեսզի փորձության մեջ չինաք։ Այդ աղոթքի եւ այդ պատրաստության համար կխնդրենք քեզ որ Սուրբ Հոգի ծորությամբ զորացնես մեզ, շնորհներով լեցնես մեզ իմաստությամբ, համբերությամբ
Եվ թող որ իրավես այս սերտողությունները, որում կհաճախենք, դառնան առիթ մեր հոգիներու պատրաստության, դառնան առիթ մեր հոգիներու զորացման, դառնան առիթ մեր հավատքի ամրապնդման, հաստատուն հիմերու վրա տնելու այդ հավատքը։ Որտեղ այնպիսի պահեր, այնպիսի օրեր, այնպիսի ժամեր պիտի կան, որոնց մասին դու սկիզբեն խոսեցար արդեն, որոնք սակայն առաքյալի բարերով, եթե դու մեր կողքին ես, դու մեզի հետ ես, դու ես մեզ առաջնորդողը, ով կգնա մեզի հագարակ ըլալ։ Ուստի գաղութենք եւ կխնդրենք, որ քու ներկայությունդ զգալի շոշափելի դարձնես յուրաքանչյուրիս եւ իմաստնավորի բոլոր անոնց, որոնք դակավին կասկածի մեջ են։ Բոլոր անոնց, որոնք դակավին թերահավատության մեջ են։ Գաղութենք, որ ավելցնես մեր հավատքը, ավելցնես մեր հույսը, մեր սերը հանդեպ քեզի եւ ուրիշ ոչ մեկի։ Միայն քեզի, որտեղ միայն քեզի կվայել է փառք, միայն քեզի կվայել է իշխանություն, որտեղ դու ես միակ ու ճշմարիտ Աստվածը, ստեղծիչն ու արարիչը։ Անորոմանալ գաղութենք եւ կխնդրենք ով երկնավոր Հայր, որ այս սերտողություններու ջամփով նաեւ դաս մեզի շնորհքը, ոչ թե միայն պատկամները հասկանալու, այլ այդ պատկամները նաեւ առնելու, մարսելու եւ իբրև հոգեվոր սնունդ ունենալու մեր հոգիներու աճման։ Այս այդով գաղութենք եւ կխնդրենք բոլոր անոնց համար, որոնք աղոտ խնդրեցին իրենց առողջության, բժշկության, ընտանեկան համերաշխության, անձնական տագնապներու, անկործության, ինչ-ինչ բարականեր, որոնք իրենց աղոտքը կբարձրացնեն եւ ու երկնավոր Հորդ մեր առաջ ստեղծիչի հոգատարությունը, հայրական սերն ու շնորհները կսպասենք ու կխնդրենք քեզ մե։ Անորոմանալ խոնարհեցուր ականջդ, ով երկնավոր Հայր, լսե յուրաքանչյուրիս խնդրանքը աղոթքը։ Իսկ այսօրվան սերտողության համար իմաստություն դուր յուրաքանչյուրիս։ Խոսողին շրտներուն, լսողին ականջներուն, մտքերուն, հաց, որբեսի կարենան այդ բոլորը առնել, հասկանալ, մարսել եւ իբրև սնունդ ունենալ ու թիմավորության քեզ թիմավորելու համար։ Որտեղ այդպես սիր եւ խոստացար, պիտի կա մարդու որդին, ամբերու վրա բազմած իր փառքով, թադելու համար աշխարհը։ Ուստի մեզ պատրաստ է այդ օրվան համար։ Այս այդով նաև գաղութենք եւ խնդրենք, ոչ թե այստեղ միայն ներկաներուն, այլ նաև բոլոր անոնց, որոնք ներկա չեն այսօր ֆիզիկապես, նաև մեր աղոթքը կբարձրացնենք, բոլոր անոնց, որոնք կհետևին համացանցի ջամփով, Facebook-յան ջամփով այս սերտողություններով։ Եվ թող որ գործունեություններով լեցվին այս սերտողությունները եւ այս սերտողությունները նպատակը լա քեզի կան։ Քեզ ճանչնալու ու ներկայություն ունենալու մեր ամենօրյա կյանքի մեջ։ Երկու ողորմությունը խնդրելով գսենք
Հիսուս Փրկիչ մեզ ողորմյա։ Նախ բարի երեկո ձեզի, նաև բարի երեկո բոլոր անոնց, որոնք նոր գմիանան այս սերդողություններում, նաև բարի երեկո, բարի առավոտ, բոլոր անոնց, որոնք կմասնակցին առայժմ Գարբեր երկինները համացանցի ջամփով, Facebook-յան ջամփով։ Ինչպես մեր աղոթքի մեջ հիշեցինք, թող որ ծեր յուրաքանչյուրի աղոթքը խնդրանքը լսելի լա, մանավանդ մեր աղոթքի մեջ որ խնդրեցինք բոլոր այն բարակաները, որոնք բժշկության գարիք ունին, մխիթարության գարիք ունին, ընտանեկան, համերաշխության, սերմիության, ինչ բարակաների մեջ, թող Աստված ինքը իր ողորմությամբ նայի յուրաքանչյուրին։ Եվ ինչպես նաև մեր աղոթքի մեջ խնդրեցինք աշխարհի սաղավության համար եւ իմաստնավորի միջին արևելքի, որովհետև այնպիսի լուրեր կստանանք կամ այնպիսի լուրեր դուքան հաջող մեր ականջին, ինչպես քիչ առաջ կսեի, որ մեզ կսարսափեցնեն, աղոթողի մեջ կտնե, անորոշության մեջ, բայց նաև Քրիստոս կհիշեցնի այս բոլորի մասին, որը սկիզբեն ցեզիսի, ծեր սրտերը թող չի խռովի։ Սա չի նշանակե, որ անդարբեր եղեք եղածներում կամ ծեր լսածներում, այլ կնշանակե պատրաստ եղեք։ Որովհետև երբ որ աշակերտները հարցուցին հետևյալ հարցումը, ինչ են նշանները քուքալուստից, ինչ են նշանները աշխարհի վախճանին, երբ է աշխարհի վախճանը, եւ այդ հարցունի լույսին տակ Քրիստոս այս փաստաթուղթները տվավ։ Եվ այնպիսի քեղեցիկ օրինակ մնա տվավ ասելով, երբ որ կտեսնեք թզենին, որ դերերներ գարցակե, դերերներ կդադունա, գիտեք, որ ամառը մոտ է։ Նույնպես էլ երբ որ այս նշանները տեսնեք, գիտեք, որ մոտ է, ոչ թե քարուստն է, այլ մոտ է։ Կնշանակե այս երևույթները ոչ թե պետք է սարսափեցնեն հավատացյալը, այլ ընդհակառակը այս երևույթները պետք է որ պատրաստեն հավատացյալը։ Պետք է պատրաստեն հավատացյալը։ Այնպես ինչպես առավոտյան սերդողության կփոխանցեի ներկաներուն ասելով, մեր կյանքը ընդհանրապես կնմանի հետևյալին։ Երբ որ գուզեն դունեն դուրս ելնել եւ երթալ դեղմը, եւ իդե օգտագործեն շոկենավը կամ ֆրենը։ Եվ թրենը գսեմ մինչև հասնի իր գայանը, վերջին գայանը հոնուր, որ ես պիտի իջնեմ, դարբեր գայանները կանցնի։ Բայց իմ վիճակս այդ թրենի մեջ անդարբեր վիճակ է, այն իմաստով, որ ես թուրսերը գտիդեմ, ուրիշ բաներով գսպաղին, որ դակավին գայանս չի հասած։ Հանգարց երբ որ գլսեմ ցայնը վարորդին, թրենը կշողին, որ անունը բուդա այդ գայանին, որում ես պիտի իջնեմ, կսկսին պատրաստության։ Մինչ այդ անդարբեր եմ ես, շատ չեմ մտածել պատրաստության մասին։ Դակամին կսեմ ժամանակ կա հասնելու մինչև իմ տեղս։ Նույնպես այն մարդուս կյանքը, երբ որ մենք կձնենք աշխարհ ու կանք, կմտնենք այս կյանքի թրենի մեջ։ Մինչև որ հասնենք մեր գայանը, սակայն մինչև հասնելու գայանը մեր անունը կանչվի, մեր destination-ի գայանի անունը ըսվի, մենք անդարբեր ենք մեր վիճակի մեջ։ Ուդելու, խմելու, զվարճանալու, մեր առօրյան անցնելու։ Հանգարց երբ որ անունը գլսենք, ցավի, տատնաբի, անորոշության, վախի, կսկսենք մտածելու այդ պատրաստության մասին։ Սակայն այդ պատրաստությունը սկիզբեն պետք է որոնենք մենք։ Անորամար է որ Քրիստոս մնայուն գոչ կուղե, արթուն եղեք, պատրաստ եղեք։ Մի սպասեք մինչև որ ծեր անունը կանչեն պատրաստության համար։ Որովհետև Քրիստոս գիհիշե եւ գսեք քողի վես է, ոչ ոք գիտե օրը եւ ժամը։ Մի է դակավին ժամանակ ունիմ։ Մի է վաղը գա դակավին, ամիսը գա դարիներ գան դակավին մինչև հոն հասնի։ Որտեղ գսե ոչ ոք գիտե եւ անորամար ինչ գսե Քրիստոս արագոմը կներկայացնի, երբ որ գսե դանուդերը վերաթարնա դուն, ինչպիսին պետք է տեսնե իր ծառան, արթուն եւ պատրաստ սպասարկելու իր վիրոջը։ Չի կարելի գսե որ դանուդերը վերաթարնա դուն եւ տեսնե գնացած իր ծառան։ Եվ անորամար ծառային մնայուն գոչումը ինչ է։ Արթուն լալու, պատրաստ լալու։ Եվ հիմա դեսեք ինչով արթուն, 24 ժամ պետք է արթուն մնան, այդ արթուն մնալու մասին չէ խոսքը։ Դեռ պիտի քնանան այնպես ինչպես քնացան Գեթսեմանեի պարտեզի մեջ աշակերտները իրեն։ Որտեղ իրենց աչքերը ծանրացած էին, պիտի քնանային։ Երբ բնական է որ քնան մենք փորձենք արթուն մնալ ես գիշերները, դեռ պիտի կա որ այս մարմինը պիտի բարդացվի ինքզինք, որովհետեւ մենք քնանանք, մեր հանգիստը գտնենք։ Բայց Քրիստոս ուրիշ արթուն լալու մասին կխոսեր։
հոգևոր արթնության մասին խոսեր, մտքի արթնության մասին խոսեր, ոչ թե միայն ֆիզիկական արթնության մասին։ Որքանով մեր հոգիները արթուն են, որքանով մեր մտքերը արթուն են տեսնելու ինչ կանսի կդառնա մեր շուրջը։ Եվ այդ ինչ կանսի կդառնա մեր շուրջը, որովհետեւ անոնց նաև պատրաստ ըլլանք, ոչ թե աղութողի մեջ ըլլալու, այլ այդ բոլորով նաև իմանալու, որ ինչը մոտ է, ամառը մոտեցած է։ Եվ հիմա գրնան գսել անցյալին է խոսված են այս բոլորի մասին։ Անցյալին է լսված են այս բոլորը, երբ որ բադայինքից եք, որ ամառը մոտ է։ Բայց հստակ նշաններ նաև տվավ Քրիստոս։ Անորոմար վերադառնանք Քրիստոսի խոսքերուն եւ իր մեջ խնդրենք, որ բա մեզ այդ պատրաստությունը, որով այդ պատրաստությունը նա առաջին հերթին յուրաքանչյուր անձի համար է, երբ որ կմեկնի այս աշխարհին։ Երբ որ կմեկնենք այս աշխարհին, եւ որ մեկը չի գիտեր երբ է իր մեկնում այս աշխարհին, որքան առավել եւս կբանջվի արթուն պատրաստ ըլլալու։ Երկրորդ պատրաստությունը իր քարուստի թիմավորությունն է, որոնք շատեր պիտի թիմավորեն, երբ որ ողջ մնացած կլան Տիրոջ քարուստին ադեմ, որոնք մեռածներեն առաջ պիտի չանցնին, ինչպես ասե Պողոս Արաքյան Թեսաղոնիկեցիներու նամակի մեջ։ Այլ խոսքով, ըստ գուզե ամբողջ Աստվածաշունչ Մատյանի գոչը հրավերը արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք, որովհետեւ փորձության մեջ չի նա, որովհետեւ փորձությունները այնտեղ են արույցի պես կմրնչե, որս կփնտրե գլելու համար։ Իր դարբեր ծևերովը, դարբեր եղանակներովը։ Ինչ որ աչքին հաջելի քիմքին համեղը, ինչ որ ահուտող սարսափ պատճառովը, դարբեր երևույթներով, դարբեր եղանակներով, որովհետև իր ամբողջ ուզած ուրիշ բան չէ, թե ոչ մեզ, եթե Քրիստոսի հոդին կպատկանի, Քրիստոսի եկեղեցին կպատկանի, իր ուզած ուրիշ բան չէ, թե ոչ մեզ շեղե, մեզ դերացնե Քրիստոսեն, ու մանավանդ Պողոս Արաքյալի բարերով, ինչ որ այսօր կսերդեին Պողոսացենու ուղված նամակի մեջ, մեզ հերացնե մրցանակեն, եւ այդ մրցանակը հավիտենական կյանք կոչված է, որուն համար Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի մեզ այդ կյանքը տա։ Անորոմար է, որ մենք վերստին ծնանք Սուրբ Հոգիեն եւ ճուրեն մգրդությամբ, որպեսզի Քրիստոսի հետ քաղվելով, Քրիստոսի հետ հարություն արած նոր մարդը, Քրիստոսի հետ քալելու, Քրիստոսի հետ ապրելու, որ այլևս կնշան մենք այս աշխարհին չենք պատկանիր։ Անորոմար Պողոս Արաքյալը ասեց, «Ձեր հայացքը, ձեր նայվածքը, ձեր կենտրոնացումը ուղեք որտեղ, երկինք։ Ինչու երկինք, որտեղ ասե հոն է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, հորը աջ կողմը նստած, երկինք։ Եվ ինչու երկինք, երկինքը մեր կիցած այս ամբային վիճակը չէ երկինք, որպեսզի զանազանությունը թվի երկրավորին, այսինքն ձեր հայացքը, ձեր կենտրոնացումը չլա երկրավորը, չլա միայն նյութական աշխարհը, որտեղ մենք արդեն նյութական ենք, մենք արդեն ֆիզիկական ենք, մարմնավոր ենք, բայց Քրիստոս եկավ մեզ այս մարմնավորեն հոգևորին բարձրացնելու, մեզ երկրավորեն երկնային բարձրացնելու։ Եթե այդ պիտի չլա, մեր ամբողջ ընթացքը ճանապարհորդությունը երկրեն երկինք փոխադրվելու, ապա Պողոս Արաքյալը գսե, «Վասն ինչի է որ մենք կվազենք, վասն ինչի է որ մենք կհետևենք, վասն ինչի է որ սերդողություններ գնենք, բարձավես իմանալու գիտնալու Սամոսների մեջ ինչը սված է, սվելիքը սված է, արներիկները արած են մարդիկ, դրվելիքներն դրված են մարդուն։ Իսկ այսօր որ մենք եթե կսերտենք, ինչու է որ կսերտենք, եթե պիտի չպատրաստվենք, երկրավորեն երկնային երթալու, մարմնավորեն հոգևորին բարձրանալու։ Եվ անորոմար Աստվածաշունչ Մատյանը կսկսի մարմնավորով եւ գավառդի Աստվածաշունչը ինչով, հոգևորով, կսկսի ծնունդոցով, մարմնավորով, ֆիզիկականով, գավառդի հայտնությունով անուքրկով ինչով, հոգևորով։ Ուրեմն դրված է այդ գոչումը մարդուն, գմնա մարդուս ընթարաչելու այդ հրավերը, առնելու այդ հրավերը եւ այդ հրավերով նաեւ իր ջամփան շարունակելու Քրիստոսի առաջնորդությամբ, հասնելու համար այն կյանքին, որում Պողոս Արաքյալը ասել, երբ որ հայտնվի Քրիստոսը մեր կյանքը, որովհետեւ նաեւ ժառանգորդները դառնան, մասնակիցները դառնան իր այդ փառքին։ Ուրեմն մեզի կսպասվի ինչ փառքը, եւ ինչպիսի փառքը, ոչ թե օտոփառք, ոչ թե երեխաներու դանելի փառք, այլ այն փառքը, որ երևցած է թափոր լերան վրա։ Եվ ադոնամալ Պողոս Արաքյալը ասե, այդ դրվելիք, խոստացված դրվելիք փառքը, եթե համեմատենք մեր այս երկրավոր կյանքի դարաբանկին հետ, ոչինչ է։ Այդ քալիք փառքը, դրվելիք փառքը շատ ավելին է,
քան այն դարավանք եւ այն նեղությունը, որում մեջով գանցնի մարդ արարած, եթե համեմատենք քշիրքի վրա տնենք, այս մեր գրած նեղությունները գսե ոչինչ են այդ քալիք փառքին դիմաց։ Բայց պայմանա որ մենք ունենանք ըմբռնումը հասկացողությունը այդ փառքին, թե ինչն է որ մեզի պիտի դրվի։ Ինչն է որ խոստացված է որ մեզի դրվի, այդ հավիտենական կյանքը։ Այո, մի քիչ, այսպես վերացական գտնի հավիտենական կյանք հասկացողությունը։ Անորամար է որ Քրիստոս կսե այս երկրեն կսկսի պատրաստությունը, որպեսզի հասնենք այդ երկնայինին։ Մի սպասեք մինչև երկնային հասնելը, անոր համար է որ նաև Քրիստոս կսե ուր է որ պիտի փնտրեք երկնքի արքայություն կոչվածը։ Ձեր մեջ եւ այստեղ են սկսյա։ Անորամար հրավերը հիմա դրված է մեզի։ Վաղը արդեն ուշ կլավ կսե Պողոս Արաքյալ։ Հիմա օգտագործենք այդ հրավերը, քանի դրված է։ Եվ հետևաբար այս ամբողջ մեր ճանապարհորդությունը ոչ թե միայն մեծ փառքի շրջանի, այլ այն դեպողությունը, որ մեզի դրված է իբրև կյանք ապրելու։ Այսօր եկածենք այստեղ, այսօր լավագույն արիտն է։ Վաղը հանգարց պիտի կանք, վաղը լավագույն արիտն է, բայց չցցկենք, չհետացկենք այս հրավերները, որ Աստված մնայուն կուտա յուրաքանչյուր մարդ արարածին համար։ Եվ հետևաբար մենք այսօր նաև կուզենք փառք տալ Աստծո այն բանին, որ մենք այս սերտողության հասած ենք արդեն 100-րդ Սամոսը, որ եթե թվային հաշվարկով հաշվենք, գրեթե 2-րդ Սամոսներու 2-րդը այսօր Աստծո կամոք պիտի ամբողջացնենք։ 150 Սամոսներ են հասած ենք արդեն 100-րդ Սամոսը։ Եվ ինչպես անցյալ անգամ արիտով մսած էինք այն մասին, թե այս Սամոսները որքանալ Դավիթը գրած իրանցին հետ կապված երևույթներում, գացություններում, որքանալ Սամոսներ, որոնք հատուկ են ժողովրդին, Իսրայելի ժողովրդին, անոնց գրած դարաբանքներում, նեղություններում, անոնց համարության, անհնազանդության ինչ որ է, սակայն նաև փորձեցինք տեսնել, որ այս Սամոսներում մեջ կա բաժինը, որ կոչվի մեսիական բաժին։ Եվ մեսիական բաժին կնշանակի այն ինչ որ կվերապերի Մեսիային։ Եվ ով է Մեսիան, այն փրկիչը, որ խոստացված, որ ժամանակներում նորումին պիտի հայտնվեր Հիսուս Քրիստոսը ին։ Անորամարալ արիթոմը Քրիստոս կսե իր աշակերտներուն։ Այս բոլորը ցեզի էսի, որովհետեւ իրականանային այն բոլոր խոսքերը, որոնք արձանագրված էին Մովսեսի օրենքի գիրքերում մեջ, Մարգարեական գիրքերում մեջ եւ Սամոսներում մեջ, հստակորեն Քրիստոս կմատնանշե, կընդգծե այն ինչ որ արձանագրված էին Մովսեսի օրենքի գիրքերում մեջ, Մարգարեական գիրքերում մեջ եւ Սամոսներում մեջ։ Եվ adică մենք փորձեցինք տեսնել դարբեր արիտներով Սամոսներում մեջ Քրիստոսի ներկայությունը, թեկուզ լրելիան, թեկուզ ոչ բացահայտ, ոչ անպայման անունը հիշված, բայց եւ այնպես այն խոսքերը, որ ուղված էին, այն արտահայտությունները, որոնք կային Սամոսներում մեջ, մատնանիշ կնեին, մատնացույց կնեին Հիսուս Քրիստոսի ներկայությունը այդ Սամոսներում մեջ։ Ահավասիկ այդպիսի Սամոսները մեկն է նաեւ մեր այսօրվան Սամոսը, 100-րդ Սամոսը։ Եվ քիչ մերով պիտի տեսնենք, թե որտողի մեջ ուր է որ գերեվի, այսպես ասած, Քրիստոսի ներկայությունը։ Երկրորդ, ասկարաչան անդրադարձանք, որ Սամոսները նաև պաշտամունքի արիտով, ձիսական, արարողական կարգի մեջ, եբրայական մտածողության մեջ դեր ունեին, որպես աղոտ, որպես երկեցողություն, որպես Սամոսները նաև երկեր են, հոգևոր երկեր էին։ Նույնպես ոչ թե միայն եբրայական ձիսական արարողության կարգի մեջ, նաև մեր եկեղեցվո արարողության կարգի մեջ Սամոսները դեր կտած են։ Օրինակ, երբ որ մենք կգարտանք 24-րդ Սամոսը, 24-րդ Սամոսեն հատվածը դեր կտած է բادرակի ընթացքին։ Եվ բادرակի ընթացքին երբ որ վերապերում դեղի ունենա, սգիհը կփերվի սարգավակի կողմէ, հանցնելու համար բادرակի չկահանային, այնտեղ երկխոսություն դեղի ունենա։ Համբարձեք իշխանգստունս ծերիվեր, համբարձին թրունք հավիտենից եմմծե տակավոր պարած։ Այս հատվածները պարացի դարացի կաղված են 24-րդ Սամոսեն, 24-րդ Սամոսեն։ Իսկ այսօրվան Սամոսը, 100-րդ Սամոսը, երկու դեղերու մեջ կօգտագործվի, եւ բادرակի սկսնավորության նախքան խորան բարձրանալը, թբիրները գարդասանեն, աղաղագեցեք արդեր ամենայն երկիր, ծառայեցեք լիարմուրախությամբ այս Սամոսն է։ Նույնպես այս Սամոսը կօգտագործվի խաղաղական ժամերգության ընթացքին։
կամ արևականի ժամերկության ընթացքին, որ կնշանակի, տեսեք, Սամոսներ, որ կնշանակի առավել ևս։ Ինչու օգտագործել։ Եթե մենք ուքանք այսօր ասենք, որ եթե եբրայական, հրեական, ծիսագադարության, արարողության մաս կազմող հատվածները մենք այսօր ինչու կործածենք։ Մենք այսօր կործածենք, որովհետև անոր մեջ կտեսնենք Քրիստոսի ներկայությունը, այլ է որ քիչ առաջ կսեին։ Նույնիսկ Քրիստոսի խոսքերն են, գարթացեք Սամոսները, օրենքի քիրքերը, մարգարեական քիրքերը, որոնք իմ մասից կվկայեն գսե Հիսուս Քրիստոս։ Ուրեմն եկեղեցական հայրերը տեսնելով այդ ճշմարտությունը, նաև արած են թրած են արարողության մեջ, ոչ որպեսի արարողագարքը ջոխացնեն, ոչ որպեսի արարողագարքը երկարեն ժամանակի իմաստով, այլ որպեսի անոր մեջ ցույց տան այն բոլոր խոստումները, որոնք տրված էին 5 դարականյան ժամանակահատվածին, ահավասիկ Քրիստոսով իրենց լրումը կտան։ Անոնավարան մենք կգարտանք ընթերցանություններու ժամանակ եւ կգարտանք 5 դարականեն, եւ կգարտանք արաքելական նամակները, եւ կգարտանք ավետարանեն հատվածներ, որպեսի այս բոլորով միասին ցույց տվի, ինչ որ անցյալին խոստացված էր, իրականացավ իր լրումը կտար Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Ուրեմն եկեղեցին հիշեցում է, որ Աստծո տված խոստումը իրականացած է, իսկ հիմա այդ իրականացած վիճակը եկեղեցին ինչ ունի ընելիք։ Ոչ թե վերապատմելու եղածը, այլ եկեղեցին մա ունի ընելիք վկայելու այդ բոլորի մասին աշխարհին։ Անորամա Քրիստոս գանչեց իրենիները եւ ասավ՝ «Թուգեք երկրի աղը, թուգեք նաեւ աշխարհի լույսը»։ Ինչ անելու համար, համեմելու եւ լուսավորելու։ Անորամա Քրիստոս աղոթեց, որ եկեղեցին պահվի երկրի վրա, բահես իրենք այս երկրի վրա, մի վերցներ իրենք աշխարհեն, բահես իրենք աշխարհի մեջ, սակայն բահես իրենք չարեն, որովհետեւ իրենք այլ խոսքով եկեղեցին կարողանա անել իրեն դրված գործումը, այսինքն ըլլանու համար աղ եւ լույս մեր շրջապատին։ Այսօր մենք որքանով մենք կփերենք աղ մեր շրջապատին, այսօր որքանով մենք կլուսավորենք մեր շրջապատը։ Բայց ինչով պիտի համեմենք աղով, ինչպիսի աղով, Քրիստոս համեմունքով, ինչպիսի պիտի լուսավորենք Քրիստոսի լույսով։ Բայց եթե մենք չունենք այդ համեմունքը, մեր յանքերը եթե Քրիստոսով լուսավորված չեն, ինչով պիտի համեմենք, ինչով պիտի լուսավորենք։ Եվ ճիշտ ադորամար է, որ այս սերդողությունները դուքան տալու մեզի արիցը։ Այստեղ են առնելու մեզի համար նախ աղը եւ լույսը, որպեսզի մեր յանքերը նախ համեմվին, մեր յանքերը նախ լուսավորվին, հետո երբ որ գերտան դուրս աշխարհ, այնտեղ դառնում վկայությունը, որպեսզի նաև մեզի հետ տանին այդ նույն համեմունքը, նույն այդ քաղցրությունը Քրիստոսի եւ նույն այդ լուսավորությունը Քրիստոսի, ինչ որ այսօրվան աշխարհը գդարավի անհամութ են եւ այսօրվան աշխարհը գդարավի այդ խավարեն, այդ մութեն։ Անորամարան արդյունքները ասոնք են, բادرազներու լուրեր, արևանկումներ, անարդարություններ, իրավանկի զրկումներ, կյանքի խլումներ, սպանություններ, ցերասպանություններ։ Եվ այս բոլորի պատճառը, որտեղ աշխարհը գործընծուցած է իր համը եւ գործընծուցած է իր լույսը, ով է համեմելու, ով է լուսավորելու Քրիստոս։ Սակայն Քրիստոս կանչեց եւ պատրաստեց իրեն համար եկեղեցին։ Անորամարան մեզի դրված գոչումը կա սիրելիներ։ Այստեղ գալով ոչ թե միայն իմանալու գտնալու ինչ կսե Սամոսը, ինչ կսե ավետարանը, այլ այստեղ էլ առնելու, մեր յանքերը համեմելու, լուսավորելու, հետո երկարու համեմուն կդառնալու մեր շրջապատին։ Եթե չունի, խնդրենք Աստծուց որ դա մեզի անորամար կանչեց մեզ Քրիստոս իր աշակերտները ըլլալու համար։ Հետևաբար այս Սամոսն է մեր այսօրվան Սամոսն է, որտեղ հիշատակվի կամ օգտագործվի մեր եկեղեցական արարողության գարքի մեջ, բادرակի ընթացքին, ինչպես քիչ առաջ հիշեցի, նաև ժամերկության ընթացքին։ Եվ այսօրվան Սամոսը գար Սամոսն է, բայց խորում գեիր իմաստով, լեցուն է իր փոխանցակությամբ, որ դուքա ասելու հետևյալը, առաջին դողերը գսեն, դիրոջ աղաղագեցեք ով բոլոր աշխարհը, ամբողջ աշխարհին։ Եվ այս գոչումը կամ այս հրավեր գոչը ավելի ճիշտ նաև կապված է քալիքին, քալիք վիճակին, վերջնական հանքրվանին, վաղճանագետին, որովհետև մենք տակավին չունենք այն վիճակը, որ ամբողջ աշխարհը դիրոջ աղաղակ է, տակավին չի արի։ Այսօր բոլորը չեն, որ դիրոջ վերադարձած է։ Սակայն դիրոջ վերադառնալ երբևիցե չի նշանակել անպայման հավատացյալ դառնալու իմաստով։
Որտե Պողոս Արաքյան գսե դեմը որ բոլորը պիտի զունգի կան։ Բայց այդ զունգի կալու մեջ երբևիցե չի նշանակում բոլորը ընդունած լայն։ Բայց բոլորը պիտի ընդունին իբրև դեր, բայց բոլորը որպես փրկություն իմաստով պայման չէ, որտեղ շատեր կան, որ պիտի մերժեն արդեն մերժած վիճակի մեջ են, հետո սակայն պիտի ընդունին, որ դերը ինքն է։ Հետևաբար այստեղ Սամուս 2 ուկա կներկայացնի այնպես մը, որ ցույց կտա այն աստուծուն, այն Տիրոջ, որ դու պիտի աղաղակ բարձրացնես, այն աստուծուն, որ դու ուրախությամբ պիտի, ցնծությամբ պիտի աղաղակեք, Ադիգա նաև ցույց կտա մեզի ամբողջ աշխարհի վրա դարացած իր թակավորությունը։ Աստծո ամբողջ թակավոր, որտեղ այսօր դակավին կտեսնենք, որ ամբողջական չէ այնինչ որ մեր պատկերացումի մեջն է։ Հագարականով որ անցյալ անգամ խոսեցան, որ հագարակ որ այսօր ունենք տարբեր թակավորություններ, իշխանություններ, պետություններ, բայց եւ այնպես այս բոլորի յետին դակավին ժողովրդային բացատրությամբ գա Աստծո մատը անոր նախախնամությունը, որքան թակավորություններ, իշխանություններ, պետություններ իրենց ծրագիրներ ունին, բայց եւ այնպես ասված այդ բոլորը օգտագործելով թեգուզ գարաշնորթեն միջև իր նպատակի ավարտը, իր լրումը։ Եվ այստեղ հետևաբար Լուկաս Սամուս 2 գսե ով ամբողջ աշխարհ, ամբողջ մարդկությունը աղաղակեցեք Տիրոջ եւ ուրախությամբ ծառայեցեք Տիրոջ։ Եվ ուրախությամբ ծառայել Տիրոջ տարբեր փարոմը անիկական նաեւ պաշտամունք։ Այսինքն երբ որ Լուկաս Աստծո պաշտամունքին, որտեղ պաշտել զասված պաշտել, Աստծո պաշտամունք կնշանակե Աստծո ծառայել։ Ասկի առաջ խոսած ենք այն մասին, երբ որ գսենք մենք այսօր պաշտամունք ունենք, ժամը այսինչին։ Եվ ինչ կնշանակե պաշտամունք ունենալ, երթալ, աղոթ գնել, հոգևոր երկերքել չէ, նաև պաշտամունք կնել կնշանակե Տիրոջ ծառայել։ Աստծո ծառայության մեր դրամատրությունը հայտնել։ Եվ երբ որ գսե Աստծո պիտի ծառայեք, երբ որ պիտի կանգ Աստծո պաշտամունքին, ինչպես եկեք, ուրախությամբ եկեք, ցնծությամբ եկեք։ Այսինքն երբ որ մենք երթանք, այնպես ինչպես մեկ այլ ուրիշ Սամուս մգա, ուրախացա գսե, երբ որ ինձի իսին Տիրոջ տունը երթան։ Ուրախացա։ Այսօր երբ որ մենք ներկա գնանք այդ պաշտամունքին, ինչպիսի ուրախությամբ ներկա գնանք։ Ինչպիսի ցնծությամբ կլեցվի մեր սրտերը։ Կամ ընդհանրապես չեն լեցվի։ Կամ որոշ չափով կլեցվի։ Եվ այստեղ Սամուս 2 Լուկա հիշեցումը գալու։ Ուրախությամբ ծառայեցեք Տիրոջ։ Եվ ուրախությամբ ծառայելու մեջ նաև ոչ թե դրամատրությունն է, այլ հոժարական նաև կնշանակե ծառայեցեք Տիրոջ։ Բարդատրված մի եսկակ ծառայելու Տիրոջ։ Բարդատրված մի եսկակ պաշտամունքի քալու Տիրոջ։ Մի եսեք այսօր վիրագի էլա պետք է որ երթանք Տիրոջ, ոչ։ Որտեղ ինչպես Սամուսներում մեջ գրված է, այնպես ինչպես եղջերուն ճուրի կփափակի, այնպես էլ իմ հոգիս քեզի կփափակի, ով ասված։ Գնշագե որքանով մենք ագանջ կտանք մեր հոգիի ցայնին, որ մեր հոգին ծարավի է Աստծո ներկայության։ Որովհետև որքան մեր ստամոքսը գարիք ունի ճուրի հացի, գերագուրի, սնունդի, նույնքան եւ առավել եւս մեր հոգիները գարիք ունին իրենց արարիչին, ստեղծիչին, Աստծո ներկայության։ Բայց որտեղ այնքան զբաղ են մեր մտքերը մտահոգություններով, ցավերով, դարաբանքներով, որ գացեք ժամանակ չկա զբաղվելու այդ հոգին, անորոման հոգին գցենք, անոր մասին ագոստի Սամուս 2 հոգին կնմանի գսե անչրթի, անաբադի, ու ճուրի կգարոդի անաբադը։ Եվ մեր հոգիները ադոր գրնան վերածվի, երբ որ չունին Աստծո ներկայության մեջ ուրախությամբ, անոր ներկայությամբ նաև հագեցնելու եւ լեցնելու, ինչը իմ հոգիս եւ այդ հոգին դալու հրճվանքը, ուրախությունը։ Ես Սամուս 2 գսե եւ ադորամա բادرակի սկիզբին ինչու է որ գհիշվի թվիրները գարդասանեն, աղագեցեք արդեր ամենան երգիր ծառայեցեք դիար ուրախությամբ։ Որտեղ ճիշտ ահավասիկ բահն է եկած ենք մենք բոլորով Տիրոջ ծառայելու անոր արարողության օր սեղանագից դառնալու հետեւաբար որքան ուրախությամբ պետք է որ ներգալան այդ նույն արարողություն չսեն որտեղ արարողություն պետք չէ ըլլա այլ պետք է ըլլա ներկայության վայելք Աստծո ներկայության վայելքը այսինքն երբ որ իմ աչքերս փակեմ պետք է որ տեսնեմ Քրիստոսի ներկայությունը այնտեղ որտեղ այնտեղ իմ ներկայությունս պետք է լա Քրիստոսի ներկայության վայելքը ունենալու Եթե մինչև այսօր չունիմ դակավին այդ վայելքի հասկացողությունը,
Գոնե այսօր որ իմացա ինչն է նպատակը այդ բոլորին։ Գիրագի օրը որ ներկա գնամ թեգուզ եթե եպեք բագյալ խորան է, մեծ բակի շրջան է, բայց փորձեմ այնպիսի ներկայության բլալ Քրիստոսի առջև, որ անոր ներկայության վայելքը փոշփումը ունենամես։ Փորձենք ադիգա անել։ Եվ այն ուրախությամբ երթալու։ Պայմանակ սակայն մեր մտքերը, մեր սրտերը անզբաղ ըլլալու։ Չնայելու ժամացուցին, որ պետք է երթա, ուշացա։ Որտեղ այնտեղ մեր ներկայությունը Աստուծո հետ բարձրից նայել ներկայությունը չէ ժամադրված, այլ այնտեղ ներկայությունը պետք է որ նաև լա սիրո գապ։ Անորամարը Պողոսարակյան ուրիշ պատկեր մը գկծե եւ գսե ծեր սերը հանդեպ Քրիստոսի ըլլա ինչպիսին որպես գույսը իր սերը որ վերաբահած է այն դղուն որ պիտի դառնա իր տեսան ամուսնության սիրո գաբի մասին է անորամանան Քրիստոս կներկայացնի ինքզին որպես տեսան հարսին որ եկեղեցին է այնպես իբրես մենք փորձեցինք սերվել երկերկոց քիրկը որ ուրիշ բան չէր եթե ոչ հարսի եւ տեսայի սիրո մասին որ ներկայացուց ով է հարսը ինչպիսի դքեղ հարսը հակառակ այդ դքեղության հակառակ այդ սևացած վիճակին արավ տեսան այդ հարսը քեղեցկացուց այդ հարսը եւ դարավ հարսարան իր հետ միասին ուրեմն երբ որ մենք ներկա գնանք Քրիստոսի ներկայության մեջ այդ հասկացողությամբ նաեւ ներկա գալու այդ ուրախությամբ որտեղ հարսանիքի եկած ենք մենք ուրեմն բادرակները դխուր վիճակի բահեր չեն այլ ընդհակառակը դիրոջ ծառայելու ուրախությամբ հետեւաբար այդպեսին եկեք նաև դիրոջ ծառայելու ցնծության երկերով եկեք անոր ներկայության գիտեք թե Տերը ինքն է Աստվածը ան մեզ ստեղծեց եւ մենք անորն ենք տարբեր ցերակիրներ կան որ գսեր ան մեզ ստեղծեց եւ ոչ թե մենք զինք ստեղծեցինք հետաքրական արտահայտություն մնե որ հիշեցում մնե որ գիտեք թե Տերը ինքն է Աստվածը եւ ասկե ինչու գսեմ մանավանդ այդ ժամանակահատվածի մեջ Սամոսներու ժամանակահատվածի մեջ նաեւ գային բազմասպանության հասկացողությունը բազմասպանություն միասպանություն եւ բազմասպանություն եւ եկած է այսօր համար Սամոսերում այն Աստվածը որուն համար դիքան գուրախությամբ ցնծությամբ միակ Աստվածն է ըստեղծիչ Աստվածն է եւ նույն այն Աստվածն է որ նաեւ Տերն է ինքն է որ մեզ ստեղծեց եւ այդ ստեղծելով մենք իրն ենք եւ նաեւ մյուս ցերակիներով բարակային եւ ոչ թե մենք էվորսին ստեղծեցին որ աստեղ ցույց կտա հիշեցում գնե ստեղծիչի եւ ստեղծվածի հանգամանքները արարիչի եւ արարածի հանգամանքները եւ անոնց հարաբերությունը գաբը ինչպիսին է եւ ադիկա հիշեցում է որ մենք ալ հաջող Եվ որ Աստծո հետ այդ գաբի մտերմության մեջ կլանք, որքանով գիտենք, տեղյակ ենք, որ ովքեր ենք մենք, ով է ինք, եւ ըստ այնը մեր խնդրանքները ներկայացնելու, անորոշ հաջող թերերը կփոխվին։ Մենք կդառնանք կարծեք, մենք ենք ստեղծիչը, ինքն է ստեղծվածը եւ ինքն է ծառան, որ պիտի կատարի մեր խնդրանքները։ Այդպես կներկայացնենք։ Մենք կներկայացնենք որպես խնդրանք։ Բայց մեր սպասումը եւ ակնկալությունը Զարայի խնդրանքով չէ, որտեղ ընդհանրապես պետք է որ գիտնանք, որ Զարան չի խնդրել իմիջայլոց, ասեմ ցեզ։ Զարան երբևիցե չի խնդրել իր դիրոջը։ Դեր ինքն է որ կխնդրի իր Զարային, այսպես է, այդպես է։ Բայց երբ որ մենք մեր խնդրանքները կներկայացնենք Աստծո, խնդրանքի անվան տակ, բայց որպես ինչ կներկայացնենք, դերի հանգամանքով։ Քորչունին քորց գուզեմ, հիվանդեմ առողջություն գուզեմ, տրամ չունին տրամ գուզեմ, այս չունին գուզեմ, բայց կխնդրենք մենք, խնդրանք է։ Որտեղ դեպի ուտան մենք զվես արդարացնելու եւ ասելու համար, բայց չէ որ այդպես ծորվեցուց Քրիստոս ինչ որ խնդրեք որդին անունով պիտի դրվի ցեզի, ահավասիկ մենք կխնդրենք այդ խնդրանքի ավարտինալ դավեցնենք նախատասությունը եւ այս բոլորը կխնդրենք Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Գմորնանք սակայն, որ ով է խնդրողը, ով է խնդրված վիճակը։ Գմորնանք ով է ստեղծիչ, ով է ստեղծվածը։ Եվ անորոշ երբ որ իմ հանգամանքս գիտնամ, որ ես ստեղծված մնեմ, երբ որ ես գիտնամ, որ ինքն է Տերը, ես ծառան եմ,
որ կնշա ինձի գուտա գիտակցությունը մեկ բան միայն խնդրելու, ողորմե ինձի ով Աստված տուն, որ ողորմած ես։ Այնպես ինչպես որ խնդրեց Մաքսավորը իր աղոթքի մեջ, այնպես ինչպես որ խնդրեց Ավազագը խաչելության բանում, զիսալ հիշե, երբ որ Լուկաս քո արքայության բռց։ Որ կնշանակի առավել եւս մեր խնդրանքները այլևս կթափվին, գիտեք ինչու, որտեղ կսկսենք գիտակցել, որ ինչ որ պետք է որ դա ինձի երկնավոր հայրս ինձի տված է, իմ խնդրածես եւ իմացածես շատ ավելին, որ առավել եւս ինձի գուտա գիտակցությունը, որ լալու content բավարար ինձի դրվածով շնորհակալ։ Եվ ոչ թե ավելին, որ կդարձնի մեզ ընչակած, չբավարարվելու, ժողովրդային փաստաթղթությամբ աչքծակ, որ չենք կշտանալ դրվածով։ Տեսեք ինչեր կփանա մեր արջևը, երբ որ մեզի գդրվի գիտակցությունը, որ ինքն է Տերը, մեր Աստվածը ինքն է Տերը։ Եթե ինքն է Տերը, ուրեմն ես Տերը չեմ, հավա ինչ ով եմ ես։ Ես ծառան եմ։ Բայց եկեք տեսեք ուրիշ բարի լուր մտերվեցավ մեզի։ Քրիստոսի քարոստով մեզի սա դուք այլևս ծառաներ չեք, եւ ցեզ այլևս ծառա չեմ գոչեր, այլ գոչեմ ցեզ քույրեր եղբայրներ։ Մեզի դվա ուրիշ հանգամանք մա։ Մեզի բարձրացուց այդ ծառայությունն են, որ թեկության այդ պատիվին։ Եվ ադորամարալ անարակ որդին իր վերադարձին ինչսավ, ձիզ ծառաներ հետ մեկը նկատել։ Սա ոչ, ինչու, դու իմ որդիս ես, գործված է իր կտնվեցար, մերած է իր ողջծար։ Տեսեք արդեն ինքնաբերաբար, երբ Քրիստոսի խոսքերն են, որ իրականանան, գսե ով որ ինձին կխոնարեցնե, պիտի բարձրանա։ Իսկ ով որ ինձին կբարձրացնե, պիտի խոնարհի։ Ըստ Էլիկես Էդեմյանն է սիրեներ։ Եվ որ մենք կխնդրենք, անորոշ Քրիստոսը, երբ որ կխնդրենք, նախ ամեն բանի առաջ ինչ խնդրեց։ Աստծո արքայություն։ Եվ ամեն ինչ պիտի դեպիցես։ Որ կնշա երբ որ Աստծո արքայությունը խնդրեն, կնշա Աստված է որ կխնդրեն։ Աստծո ներկայությունն է որ կուզեմ ունենալ իմ մեջս։ Եվ որ Աստծո ներկայություն ունի, ով կգնա ինձի հակառակ գնա։ Անկորձությունը, մահը, սովը, գրադը, հուրը, չուրը, ինչ ով։ Բողոսարակը ով կգնա մեզի հակառակը լալ, երբ որ Աստծո ներկայությունը մեզի հետ է։ Անորոշ երբ որ կխնդրեն նախ Աստծո արքայությունը, արդեն ինքնաբերաբար, որտեղ իր մեջ կփոխանցի ամեն ինչ։ Որտեղ վերջո ինքը որ մեզ ստեղծեց եւ մենք ինչն ենք իր արոդավայրերու ոչխարներն ենք, իր հոտն ենք։ Եվ ընդհանրապես որու պատկերացումի մեջ կար հովիվի հասկացողությունը Քրիստոսի։ Այս դողերու մեջն է, որ Քրիստոսի ներկայությունը դուրս կգա համեմատելով Հովանու ավետարան 10-րդ գլուխ։ Ես եմ ճշմարիտ հովիվը, կճանչտամ իմիններս, կճանցվիմ իմիններս կճանչտան իմ ցայնս, եւ այդ ցայնին է որ գուքան։ Եվ այստեղ տեսեք ինչ կսե։ Իր ժողովուրդն է այն հոտը, որ ինք գարած է։ Մենք առանցին չենք ինչ այլոց։ Այնպես ինչպես 23-րդ Սամոսն է, որ մեզ հիշեցնե դերը իմ հովիվս է։ Ես բանիմը գարոտ պիտի չլամ, զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնես, հանդար չորունքով ինձի գարաշնոտես, հոգիս կնորոքես։ Ինք արդեն գնե։ Ինձի կմնա միան ամբողջական վստահությամբ իրեն անցնելու։ Ամբողջական վստահությամբ իրեն թիմելու եւ ասելու ես քու գտեմ։ Քեզմով ես քու գտեմ, որուն համար դու եկար աշխարհ, որպեսզի զիս քեզի համար պատրաստես։ Եվ հետապար կսե մենք ենք այն հոտն է, որ ինք կարած է։ Այնպես ինչպես 22-րդ Սամոսի մեջ կսե քու ցուգովդ եւ քու կավազանով դե որսի դու գարացեսիս, կարաշորտեսիս եւ հետապար ինչ են պիտի բախնամ նույնիսկ մահվան շուքի ծորի մեջ են ալպդիմ։ Հետապար քո հապանությամբ մտեք անոր դաջարը Օրներկությամբ մտեք անոր շրջապագեններս, շնորհակալություն հայտնեցեք իրեն, օրհնապանեցեք իր անունը։ Հետաքրական են այս տողերը, գոհապանությամբ մտեք անոր դաջարը։ Ընդհանրապես դաջարի հասկացողությունը, եթե փորձենք պատկերացնել բամը, հին Երից գրքի ժամանակահատվածի մեջ, այնտեղ պիտի տեսնենք, որ Աստված ինքը պատվիրեց Մովսեսին, որ վրանը շինել։ Եվ այդ վրանի մեջ դեղմը, որ կգոչվի սրբություն սրբությանց վայր, անուր որ Աստծո ներկայությունն էր։ Եվ այնտեղ կմտներ նաև քահանայապետը, այս բարակային Ահարոնի ինք դարին մեկ անգամ քավության օր։ Իր հետ առնելով այն զոհի արյունը,
եւ սրսկելու ուխտի դաբանագին վրա քավությունը ստանալու համար իր եւ ժողովրդին դուրս գալով այդ քավությունը փաշելու ժողովրդին այդ արմեն նաեւ սրսկելու ժողովրդի վրա որպես քավություն մեղքերու քավություն եւ թողություն այս վրանը վերածվեցավ ինչի քարեղեն դաջարի Դավիթի խոստումով Սողոմոն իմաստունի գադարումով Դավիթ խոստացավ սակայն Սողոմոն իմաստունի ինքը շինեց այդ դաջարը անոր մեջ տանկար ժամանակահատվածի իմաստով խորհուրդը Դավիթը խոստացավ, բայց Դավիթը չշինեց։ Սողոմոնն էր որ պետք էր շիներ։ Եվ ով էր Սողոմոնը, չսեք Դավիթի որդին։ Դավիթի որդին էր արդեն, բայց ով էր Սողոմոնը Աստվածաշունչ Մատյանի խորհրդի մեջ, Քրիստոսի ներկայությունն էր։ Անորամաս Սողոմոնի շինած տաճարը որպես խորհրդանիշ, որտեղ Սողոմոն նաև կնշանակեր իմաստություն։ Եվ ադորամարալ արագած ժողովողի քրքի մեջ կսե իմաստունը իր դունը շինեց 7 սյուներու վրա որ դունի մասին է աստծո տան մասին է ինչ են այդ 7 սյուները Սուրբ Հոգի շնորհներն են եւ որ դաջարն է ոչ քարերեն դաջարը այլ անսերագործ դաջարը ըսել գուզե bottom line գսել վերջավորության ըսել գուզե մդեք աստծո դաջարը մդեք հոս այն դաջարը ուր Աստված կբնակի Որը Քրիստոսը ստագորեն գսե Աստված հոգի է եւ հոգիներու մեջ կբնակի Աստված Աստված ցերակորց դաջարներու մեջ չբնակի որովհետեւ այդ ցերակորց դաջարները քանթվեցան այդ ցերակորց դաջարները դագամին կքանթվին գրնան քանթվի Բادرազմի պատճառով գրնան քանթվին եգրաշարժի պատճառով գրնան քանթվին բայց ըսուշը լան որ չքանթվի այս դաջարը անցերակորց Որտեղ անգամ որ անսերակործ դաջարը քանթվի, ինչ որ նաև խոսեցավ Քրիստոս քանթեցեք այս դաջարը, բայց ես պիտի շինեմ երեկորեն ակնարկելով գսե իր մարմնին, որովհետև իր մարմինը նաև ինչ է փորկի մեջ, այդ դաջարի ներկայություն որպես խորհրդանիշն է։ Եվ հիմա գսե Պողոս արաքալ Գորընթացի նամակի մեջ թուգեք Աստծո դաջարը։ Ուրեմն կնշանակե երբ որ մտենք Աստծո դաջարը արտահայտությամբ ինչ ասել գուսե Քրիստոսի այն խոսքն է, երբ որ գիտաղոթես մդիր ներքին այդ սենյակըտ, կոցե թուրըտ և խոսիր կու երտավոր գորըտ հետ։ Եվ որ կմտնեք դաջար, ուր մտնենք, որքանակ քարեղեն դաջարները կան, արիտներ են մեզի տալու, մդը ամփոփումի, առանձնացումի, հագարակ այդ քարեղեն դաջարներու մեջ ալլալով հանթերց, փորձենք նաև մտնել այն անսերակործ դաջարի մեջ, այնտեղ հանթվելու համար Աստուծո Երգսե քոհապանությամբ մտեք անոր դաջարը, օրներկությամբ մտեք անոր շրջապագեններս, շնորհակալություն հայտնեցեք իրեն, օրնապանեցեք իր անունը։ Եվ ինչ բանի համար շնորհակալություն հայտնելու, որ ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր Տերը, ինքն է որ մեզ ստեղծեց։ Եվ ոչ թե միայն մեզ ստեղծեց, այլ նաև իր ստեղծումով ուրիշ բան մնալ կատարեց, եւ այդ ուրիշ բանը այդ փրկությունն էր, որ պիտի ղրկեր փրկելու համար ազատելու համար մեղավոր մարդը մեղքի այդ բանից կեն։ Ուրեմն շնորհակալություն հայտնելու։ Ես եկած եմ միայն դաջարը շնորհակալություն հայտնելու։ Ուրիշ ոչ մեկ բան։ Որտեղ ինչ որ պետք է դալի դրիր։ Եվ ինչ դրիր։ Թուն անցը։ Թուն քեզ ինձի դրիր։ Բան որ չունեի, բան որ գործընծուցած էի։ Մենք հաջող ենք ինչ արիթ կա շնորհակալության։ Շատ արիթ կա։ Եվ այդ շատ արիթը մեկի մեջ կխտացվի։ Ինձին տալու ինձի։ Իր անձը, իր արյունը, իր կյանքը տալու ինձի։ Որ նշանակե մեզի դա արիթը քիչ հաշվա խոսքի համար պատասխան մեզ կբարձրացնե երկրավորեն, երկնայինին, ֆիզիկականեն, հոգևորին Եվ կսկսի մստայնը մտիդելու, մտածելու Եվ իմ մտածելու եղանակս ամբողջությամբ կտարբերի կսկսի Հետև այս անգամ կսկսի երկնային բաներու մասին մտածելու Եվ ոչ թե երկրավոր բաներու մասին Որովհետև Պողոս արաքյալը գսել Եթե Քրիստոսի հետ մերակ Քրիստոսի հետ հարություն արիք Եթե մերակ և հարություն արիք Կնշանակե որ դուք աշխարհին համար մերած եք այդպես Որ կնշանակե մենք այլևս աշխարհին չենք պատկանում Ինչ կես կսե Պողոս արաքյալը ես այլևս աշխարհին չեմ պատկանում Աշխարհը ինձ համար խաչ ելած է ես ալ աշխարհին համար խաչ Բայց այսօր ցավոք սրտիս եմ բոլորը անկմիր Ինձ մի է սկսյալ բոլորը
Դակավին աշխարհիկ մտահոգություններով մեջ է։ Աշխարհիկ մտածումներով լեցուն են մեր մտքերը։ Ծրագիրներով լեցուն են մեր մտքերը։ Բայց քիչ առաջ որ հանդիպած էի հիվանդիմը, որ ունեցած էր այնպիսի վիճակը ծանր, եւ այսպիսի բարեր արտասանեց։ Եվ որ սա զիս արին դարին հիվանդանոց, թռներս, բագոններս խած թողեցին, աչքիս պամը չերևցա։ Եվ աչքի պամը նա բիտ չերևի, որտեւ այլևս այնտեղ մահու կյանքի բախման մեջ ես։ Այլես նյութական աշխարհը պամը չսեր քեզ։ Նյութական աշխարհը պամը չսեր քեզ, որտեւ այլես մեկնումի բախտ է։ Եվ ադիգա գսե ինձ համար այնպիսի թասկ մի եղավ, որ ասեմ որ այլևս այս աշխարհը ինձ պամը չի սեր։ Այս աշխարհին սպասում չունիմ այլևս։ Որ գնշան ճիշտ այս է ամբողջ միտքանին, որ մարդը սիրեներ բարձրանա, մարմնավորեն հոգևորի, բարձրանա։ Այլևս ինչ է տարբերությունը մյուս մարմնավորներեն։ Մեր տարբերությունը ինչով է տարբեր։ Մյուսը 4 կոդանի է, մենք 2 կոդանի ենք։ Ինչով ենք տարբեր։ Ընդհանրապես մանավանդ երբ որ եկեղեցական հայրերեն փարսել մաշկեվորցին ուսումնասիրեն, այնտեղ համեմատական մգնե մարդ արարած ամբողջ կենթանական աշխարհին է։ Ամա ցույց կտա որ մարդը որքան ամենանվազն է։ Ինչով դու ես գլբարտանաս ասես, ո մարդ, աչքի տեսողությամբ արձիվը գսե քեզ ավելի զորավոր տեսողություն ունի։ Ուժերով արյուծ ավելի զորավոր է։ Չգիտեմ այսինչ կենթանին, որ գսկսի համեմատել մարդը անասուններուն հետ։ Եվ վերջավորության ավարտին մարդ հարարած գտարնա ամենահետինը վերջինը։ Իսկ եթե հբարնալիք մեկ բան ունիս, անալ որևէ ստեղծված էստուն աստծո պատկերով եւ նմանությամբ, անոր վերադարձիր։ Անոր վերադարձիր, աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված հանգամանքիդ վերադարձիր։ Որ ասված ինչպեսի հանգամանք մտված է մարդ արարածին։ Ի դարբերություն մյուս բոլոր արարածներն են։ Ոչ փուսական աշխարհին սա մեր պատկերով եւ նմանությամբ ստեղծենք։ Ոչ կենթանական աշխարհին սա մեր պատկերով եւ նմանությամբ ստեղծենք։ Այն միայն մարդ արարածին սա մեր պատկերով եւ նմանությամբ ստեղծենք մարդը։ Եվ դվա մարդուն այնինչ որ իրեն հատուկ է Աստուծո սրբություն, արդարություն, ճշմարտություն եւ դվա մարդուն։ Մարդս մեղքի պատճառով գործընծուց, որն համար առաքյալը գսե վերադարձեք Հիսուս Քրիստոսով, վերակտնելու այդ պատկերն ու նմանությունը, ապրելուց եւ յանքը արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ։ Հետևաբար այս գոչն է, որն համար աշխարհ իջավ Քրիստոս մարմնացավ, մարդացավ, սորվեցնելու մեզի, որտեղ մենք չենք գիտեր ինչպես պիտի ապրենք։ Միսը մենք գիտենք ինչպես պիտի ապրենք, մենք չենք գիտեր ինչպես պիտի ապրենք։ Սակայն ինչն է որ չենք գիտեր ինչպես պիտի ապրենք, արդարության կյանք չենք գիտեր ինչպես պիտի ապրենք։ Սրբության կյանք չենք գիտեր ինչպես պիտի ապրենք, եւ ճշմարտության կյանք ինչպես պիտի ապրենք չենք գիտեր։ Խողության կյանքը գիտենք ինչպես պիտի ապրենք, հոգմին է։ Իրանու իրավունք խլելը գիտենք ինչպես պիտի ապրենք, հոգմին է։ Զիրանը սպանելը գիտենք ինչպես պիտի ապրենք, հոգմին է, դպրոցապետ չունենք երթալ։ Բայց չենք գիտեր արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ ապրելու կյանքը։ Եվ հետեւաբար Քրիստոս աշխարհի գավ ճիշտ անոր համար եւս առավել եւս մեզի ցույց տալու ինչպես պետք է ապրենք։ Քրիստոսանման կյանքը, ապրելու համար քրիստոսանման կյանքը, գսե խավինք Քրիստոսի հետ, մեռնինք Քրիստոսի հետ, որովհետեւ Քրիստոսի հետ հարություն արած նոր մարդը մեռած ըլլա նաեւ աշխարհի համար։ Եվ ադորան Պողոսարակյանը ասել ես հիմա չէ որ գաբրիմ, այլ Հիսուս Քրիստոսն է որ գաբրի իմ մեջս եւ զիս գաբրեցնե այդ կյանքով։ Եվ առավոտում գսեիս հետողության ուտացնեմ։ Այսօր օրը սկսանք իրավարդի պիտի հասնի, պիտի երթանք դուն պիտի քնանանք։ Գիշերը որ կպատրաստվին քնանալու հայերի թիմաց կպատրաստվին։ Հետևյալ հարցումը հարցնենք։ Այսօր ինչպիսի կյանք ապրեցանք։ Քրիստոսանման կյանք կամ մարդու մեր նման, մեր կյանքը ապրեցանք։ Եվ անոր պատասխանը մեր գործերը ցույց կտան։ Որտեղ գսեն չէ գործը ավելի խոսուն է, քան թե խոսքը։ Մեր գործերը ցույց կտան այսօր ինչպիսի կյանք ապրեցանք։ Քրիստոսանման կամ մեր սովորական կյանքն է որ ապրեցանք։ Եթե չենք ապրած Քրիստոսանման, խնդրենք այս գիշեր դուր մեզ շնորհքը, որ Քրիստոսանման կյանք ապրենք։ Քոնե վաղը Վաղվան համար քոնե մույսորը, ամեն օրվան համար այդ խնդրանքը, հաջորդ օրվան, եւ պատրաստվենք այնպես թիմավորելու մեր Փրկին Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը,
եւ գավարդե սերու համար բարի է դերը անոր սերը հավերժական է բոլոր սերունդներուն գծուցաբերե իր հավատարմությունը բարի է դերը գեիշեցնե Քրիստոսի խոսքը մեծարուստ երիտասարդին եւ ո մեծարուստ երիտասարդի եկավսավ բարի վարդապետ ինչն են հավիտենական կյանքը ժառանգելու համար Քրիստոս հարցուց նախ ինչու զիս բարի գանվանես որտեղ ասված ինքը միան բարի է եւ այստեղ ուկա գեիշեցնե Սամուս 2 որ դեր ինքը բարի է բարին բացարձակ բարիի մասին է Փարին այն չէ, որ հաջողեցին իրարու, այս մարդը շատ փարի է։ Այսինքն վիճակը փարի է, այդ փարությունը ուկա փարի են։ Փարության աղբյուրին, որ ասված ինք փարին է։ Հետևաբար Աստծո փարությունը նաև այդ փարության մեջ կտեսնի Աստծո սերը, որ գսե հավերժական է անոր սերը, որ կնշանակի անփոխող է։ Անոր սերը դարբեր է կամ մարդկային սեր է։ Որտեղ մարդու ունեցած սերը փոփոխական սեր է։ Այսօր ասին չգսիրեն, բաղ գնամ չսիրեն։ Այսօր ասին չքույնը գսիրեն, բաղ ասին չքույնը գնամ չսիրեն։ Այսօր ասին ճասը գսիրեն, բաղ գնամ ասին ճասը չսիրեն։ Այսօր քեզ գսիրեն, բաղ գնամ քեզ ադեն չսիրեն։ Բայց իմ սերս հավերժական չէ, իմ սերս մնայուն չէ, գայուն չէ, խախուտ է։ Բայց գսե Աստծո սերը հավերժական է։ Ադիգա գուտա նաև վստահությունը, որ վստահ իրացի։ Որտեղ հավերժական եւ անփոխող է։ Չի կար հանգարցելու համար գիտես ինչ բարեկամ քեզ այլևս չի սիրում ընդհակառակը որովհետև իր հավատարմությունը սերունդ նաև կցուցաբերել ինչ հավատարմության մասին է սիրո հավատարմությունը փրկության հավատարմությունը իր հայրական հոգատարության հավատարմությունը որ խոստացած է եթե ուրեմն կկատարե որ ազդողերը կան ինձի տալու շունչ ներշնչում հույս վստահություն Ինչպիսին ալան պայմանները, որ մեջ կապրինք այսօր, խնդրենք այս սերը հավերժական, փնտրենք այս սերը հավերժական։ Եվ ավասիկ հոս է, որ Քրիստոսը սե, խնդրեցեք որդին անունով, պիտի դրվի ցեզի։ Զարգեք թուրը, պիտի փածվի, խնդրեցեք, պիտի գտնեք։ Ինչ, սերը հավերժական, հավատարմությունը անփոխող։ Եվ հագարակ ներած տակտամներուն այս տողերը մուկան ինձ տալու բուստ, ներշնչում, վստահություն, հույս, որ շարունակենք, ինչև վերջ իրավարդին հասցնելու այս փարի պատերազմը եւ անոնամա փարի գանվանի Պողոս Արաքյալ այս պատերազմը, որտեղ իսե փարին հետ է միացած, որ այս պատերազմը կմղենք։ Որտեղ խորքի մեջ ով է մեզի համար, մեր դեր, մեզի հետ այս պատերազմը մողողը փարին, Աստված Եվ անոնոմակ է ծեր վրա արեք սպարազինություն Աստծո, սուրը, սաղավարդը, պահանը, հոշիկը, կոդին, որվեզի թեն տնենք չարին արձակած բոլոր տեսանի բխացում է։ Հետևաբար այս վերջին դողերը թող որ լան մեզ մենք յուրականչուրին այսօր։ Ինչ պայմաններում մեջ որ ենք, ֆիզիկական, նյութական, ընտանեկան, միջավայր, ընկերություն, ինչ որ ենք, ինչպիսի պայմաններում մեջ որ ենք։ Եթե այդ պայմանները պատճառ են մեզ հուսահատեցնող Բաճարը մեզ հուսալքող, թող այս դողերը մեզ ետ վեր արդնցնեն, ետ մեզ կոդեմ ընտենք, կաչալերեն, որպեսի շարնավենք այս ճանապարհորդությունը հասնելու համար, մինչև այն խոստացված երկիրը, որ դերը ինքը խոստացած են մեզ մեր յուրաքանչյուրին տալու, աղոթենք։ Ով է դա որ այդ պարկ ուտանք կեզի քո ավերժական սիրույթ, քո ավադարմությանըտ, որ անցյալին է սկսյալ մինչև այսօր սերունդ է սերունդուն գծուցապերես յուրականչուրի նգատմա։ Հագարակ պայմաններուն, հագարակ ժամանակահատվածին, սակայն քուսերըտ ավերժական է, անփոփոխ է, Եվ երբևիցե կախում չունի արտաքին պայմանները։ Անորամարալ կխնդրենք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի անունով, որ դաս մեզի քո այդ հավերժական սերտ եւ այդ հավերժական սիրույթ կրակը երբևիցե չմարի մեր մեջ։ Որպես այդ սիրո կրակովդ նախ փշրես, ճմլես մեր քարացած սրտերը Նաև բոլոր անոնց սրտերը, որոնք դակավին քարացած են, որպես այդ քարացած սրտերը փշրվելով, թող որ այդ սրտերը դառնան փափախուն,
դրոպով։ Եվ նույն այդ սիրովդ նաև մեզ կոդե բնտես, որպես մենք կարենանք այս բարի պատերազմը պատերազմելու, հավատքը բահելու ընթացքի իրավարտին հասցնելու եւ արդարության մսակին արժանի դառնալու համար։ Բավան ամենայնի Քրիստոս աչքով հովանի, եսի վերամեր, իդվե եւ իքշերի, մինստիլիդան, իգնալ իջանաբար, իննչել եւ իհարներ, Զիմ երբեք սասանեցայց, եւ ողորմյան, արարածոց, եւ մեզ սպասնավազս։ Ամեն։ Բարի գիշեր, բարի երեկո ցեզի, առաջ ասված հաջորդ երկու շաբթի տեսնի։